1841 թվականին Միացյալ Նահանգների Բոստոն քաղաքի բնակիչ կոշկակար Ջոն Ավգուստուսը խնդրեց դատարանին իր հսկողությանը հանձնել հարբեցող մի դատապարտյալի։ Դատարանը բավարարեց խնդրանքը։ Ջոնն օգնեց ազատության մեջ գտնվող դատապարտյալին վերջ տալ հարբեցողությանը և փոխել վարքը։ Հենց այս պատմությունը նախադեպ դարձավ ամերիկյան դատարանների համար աստիճանաբար կիրառելու պրոբացիա կոչվող մեթոդը։ Մոտ 30 տարի անց կրկին Բոստոնում քաղաքապետը վարձեց նախկին մի ոստիկանի հսկելու դատապարտյալի վերադաստիարակմանը։ Այդ ոստիկանն էլ փաստացի դարձավ պրոբացիոն ծառայության աշխատակցի նախատիպը։ Պրոբացիա եզրույթն առաջացել է լատիներեն probare բառից և նշանակում է փորձել։ Իրավաբանության մեջ պրոբացիան այլընտրանք է ազատազրկմանը, յուրատեսակ փորձաշրջան, հատկապես թեթև իրավախախտում կատարած անձանց համար։ Ըստ էության դատարանի վճռով նրանց հնարավորություն է տրվում սահմանափակ ազատության մեջ որոշակի վերահսկողության պայմաններում կրել պատիժը կամ խափանման միջոցը։ Անձը եթե դատապարտվում է, պետք է պիտակավորել։ Գործությունը կատարել եմ չգիտակցելով այդ ամեն ինչը։ Նա պատժի կրման է եկել 20 տարեկան հասակում և ահա անցել է 10 տարի, ինքը 30 տարեկան է։ Շատ հաճախ նրանք վախենում են ազատվելուց, թե ինչ է իրենց սպասում։ Անձը պատժից ազատվելուց հետո հնարավորություն ունենա ինտեգրվել հասարակության։ Պրոբացիայի ծառայության նպատակն ավելի շատ շեշտադրում անելն էր անձի վերասոցիալականացման վրա։ Պրոբացիայի երևույթը ինձ թվում է, դա մի քայլ է մարդու ուղղությամբ, ավելի հաշվի առնել մարդուն։ Պրոբացիան Հայաստանում նոր երևույթ է, չնայած մինչ այդ էլ կիրառվում էին պատժատեսակներ առանց ազատազրկման։ Ազատության մեջ գտնվող իրավախախների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում էր քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումը, որի հենքի վրա 2016 թվականի սեպտեմբերին ստեղծվեց պրոբացիայի պետական ծառայությունը։ Պրոբացիան ազատազրկմանը փոխարինող այլընտրանքային պատժատեսակ է, որը հնարավորություն է տալիս իրավախախտում կատարած անձին կրել դատարանի սահմանած պատիժն առանց կտրվելու հասարակությունից, ընտանիքից։ Այն կրկնահանցագործությունը կանխելու, քրեական ենթամշակույթի ազդեցությունը բացառելու միջոց է։ Պրոբացիայի ծառայությունը նաև պայմաններ է ստեղծում, որպեսզի հանցագործություն կատարած անձը և տուժողը հաշտվեն։ Առաջին անգամ կալանավայրում հայտնվեցի, այսպես ասած, ոչ ծանր տնտեսական հանցագործության համար։ Հաշվի չառան անգամ, որ միայնակ 15 տարեկան որդի եմ մեծացնում։ Ոչինչ ասացին։ Բանտում քեզ լավ կպահես, կուղվես, վաղը ժամկետ կթողնենք։ Պողոս Բեկյան Աշոտ, անցեք տեսակցության։ Պողոս Բեկյան Աշոտ, անցեք տեսակցության։ Արդյոք լիարժեք է դատապարտյալի ուղղման գործընթացը ներկա պահին գործող օրենքներով, ես միանշանակ կարող եմ ասել ոչ, որովհետև մեզ կոնկրետ պրակտիկ աշխատողներից բազմաթիվ անգամ հանդիպել են դեպքերը, երբ որ դատապարտյալը ծանր հանցագործության համար դատապարտված է եղել ընդհանրենք 10-12 տարի ազատազրկման, նա պատժի կրման է եկել 20 տարեկան հասակում եւ ահա անցել է 10 տարի, ինքը 30 տարեկան է, փոխվել է աշխարհայաց, փոխվել է մտածելակերպ, ինքը 10 տարի ազատության հրես չի տեսել ու հանկարծ կտրուկ գնում է դեպի ազատություն։ Ինքը դուրս է գալիս ազատության մեջ եւ չգիտի ինչպես իրեն հասարակության մեջ պահի, որտեղ բարքեր են փոխվել, հոգեբանություն է փոխվել դրսում, մանավանդ մեր ժամանակներում։ Չէ՞ որ մարդը հետ է մնում ժամանակի զարգացումից։ Կալանավայրում մենք չենք ուղղվում։ Մի բանը շեղվում ենք։ Օրը 24 ժամ անելիք չկա, գործ չկա, զբաղմունք չկա։ Շփվում ես միայն քեզ նմանների հետ։ Ու ամբողջ օրը տարբեր քրեական պատմություններ լսում ու հանցագործության նոր ձևեր սովորում։ Ամենածանր հարցը նրանում է կայանում, որ մարդիկ գործ չունեն զբաղմունք։ Զբաղմունք չունենալու ժամանակ
հետաքրքրությունները չապահովելու ժամանակ։ Մենք ավելի ուղղված ենք լինում հաճախ ոչ դրական քայլերի, ոչ դրական մտքերի, փոփոխություններ տեղի ունեցան կալանավայրերում գտնվող մարդկանց հոգեբանությունը, չգիտեին ինչ անեն։ Եվ գիտեք ինչն է զարմանալի, որ համարյա բոլոր կալանավայրերում սկսեցին ինչ-որ մի բանից հետո եկեղեցիներ կառուցել։ Փոքր մատուրներ, եկեղեցիներ։ Դուք չեք պատկերացնում, թե կալանավորներից ոնց էին մրցուրդ էին կազմակերպում, ով կաշխատի դրա վրա։ Կրկնահանցագործության դեմ պայքարի լավագույն միջոցը զբաղվածության ապահովումն է, պնդում են փորձագետները։ Եթե դատապարտյալը չունի մասնագիտական որակավորում, ապա ազատություն ստանալուց հետո չի գտնի համապատասխան աշխատանք եւ մեծ հավանականությամբ կգնա նոր հանցանք կատարելու ճանապարհով։ Կալանավայրերում որոշ դատապարտյալներ զբաղվում են արհեստագործությամբ։ Նկարում են, պատրաստում են հուշանվերներ, կրակայրիչներ, բայց դա բավարար չէ։ Զբաղվածության հարցը ամենակարևոր հարցերից մեկն է եւ ազատազրկման վայրերում, եւ ազատազրկման վայրերից դուրս։ Համար առաջի հերթին մեր խնդիրն է, որ մարդկանց զբաղվածության հարցը լուծենք։ Կան հասարակական կազմակերպություններ, որոնք աջակցում են մեզ եւ որոնց միջոցով մենք փորձում ենք դատապարտյալներին որոշակի մասնագիտություններ սովորացնել, որոնք իրենք հետագայում կօգտագործեն իրենց կյանքում եւ աշխատանք կգտնեն։ Անազատության մեջ գտնվող անձինք ապագայի հանդեպ հաճախ անորոշ պատկերացումներ են ունենում։ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հասարակական կազմակերպությունը Աբովյան քրեակատարողական հիմնարկում նախաձեռնեց վարսահարդարության երկամսյա 2 դասընթաց, որոնց մասնակցեց ընդհանուր առմամբ 21 կին դատապարտյալ։ Ծրագրի նպատակն էր օգնել կանանց ձեռք բերել այնպիսի մասնագիտություն, որը հնարավորություն կտա նրանց աշխատանք գտնել պատիժը կրելուց հետո։ Պատրաստվում ենք ազատությանը։ Շատ հաճախ լինում է, հատկապես կանանց դեպքում է դա ավելի վառ երևում, նրանք վախենում են ազատվելուց, թե ինչ է իրենց սպասում։ Իրենք չունեն այդ հենքը, այդ ճահիճից դուրս գալ։ Եղել են դեպքեր, երբ որ մեզ ասում են, որ 5 տարի անցկացրել եմ քրեակատարական հիմնարկում եւ հիմա վախենում եմ դուրս գամ։ Մոտենում է օրացուցային պատժի սկրման օրը, հա, ես անխուսափելի է իմ ազատությունը, բայց չգիտեմ որտեղ եմ վերադառնում։ Ամեն ինչ փոխվել է։ Ես չունեմ այդ աջակցության համակարգը, որի վրա կարող եմ հույս դնել։ Եվ հենց պրոբացիայի ծառայության դերը մի կողմից դա պետք է լինի, որպեսզի համադրի հսկողությունը եւ այդ աջակցության մեխանիզմները, հաշվի առնելով անձի արդեն անհատական խնդիրները, անհատական պահանջմունքները, եւ կարողանա նրան ուղղորդի եւ ինչ որ չափով էլ անգամ ձեռքից բռնի եւ փորձի ցույց տալ այն ուղիները, այն դռները, այն պատոհանները, որոնք որ նրան կնպաստեն վերասոցիալականացմանը։ Նախկինում գործող այլընտրանքային պատիժների կատարման բաժինն առավելապես հսկողություն էր իրականացնում ազատության մեջ պատիժը կրող դատապարտյալի նկատմամբ։ Պրոբացիայի ծառայության նպատակներն ու գործառույթները շատ ավելի լայն են եւ ենթադրում են անհատական մոտեցում պրոբացիան անցնող յուրաքանչյուր շահառուի նկատմամբ։ Գործությունը կատարել եմ չգիտակցելով այդ ամեն ինչը։ Պրոբացիայի ծառայողը նախ պարզում է հանցագործություն կատարելու դրդապատճառները, իրավախախտում կատարած անձի անցյալը, ինչպես նաև ներկա պահին նրա սոցիալական, ընտանեկան, հոգեկան վիճակը։ Հասկանում է առկա խնդիրները, ապա մշակում է հստակ անհատական ծրագիր, աջակցում է մասնագիտություն ստանալու եւ աշխատանք գտնելու գործում, ապահովում է անհրաժեշտ հոգեբանական, իրավաբանական կամ այլ խորհրդատվությամբ։ Իրավախախտում կատարած անձի հետ աշխատելու այս մեթոդը նորություն է Հայաստանում եւ այն պրոբացիայի ծառայության աշխատանքի կարեւորագույն ուղղությունն է։ Որպես լիարժեք անդամ։ Շատ կարևոր է կատարել որպես առաջին քայլ ռիսկ անձի, այսինքն դատապարտյալի, պրոբացիայի շահառուի ռիսկերի եւ պահանջմունքների գնահատում։ Հենց այդ գնահատման արդյունքում նոր կարելի է պարզել, թե այս կոնկրետ անձի հետ ինչպիսի աշխատանք պետք է տարվի։ Գուցե բավարար է միայն հսկողություն։ Սակայն եթե առկա են այնպիսի պահանջմունքներ, որոնք որ քրեածին են, որոնց պատճառով այս անձը արդեն իսկ կատարել է հանցագործություն, մենք պետք է ծառայությունը պետք է կարողանա ճիշտ բացահայտել դրանք եւ հենց դրանց վրա կենտրոնանալ եւ աշխատել, որպեսզի նվազեցնի հավանականությունը, որ այդ խնդրի պատճառով անձը նորից հանցագործություն կկատարի։ Պրոբացիայի անուղղակի նպատակներից մեկն էլ քրեակատարողական հիմնարկների բեռնաթափումն է։ Ըստ պաշտոնական տվյալների, պետությունը ազատազրկման վայրում գտնվող յուրաքանչյուր անձի վրա օրական ծախսում է շուրջ 5000 դրամ։ Եթե մենք այդ անձանց թողնենք հասարակության մեջ, ապա
պետությունը նվազագույն ծախսերով կարող է հսկել նրանց։ Խոսքս վերաբերում է էլեկտրոնային մոնիտորինգի սարքավորումների վրա, այդ ժողովրդական լեզվով ասած բրասլետների։ Կնվազի միանշանակ նաև դատարանի կողմից կիրառվող կալանք խափանման միջոցը, դա կապված է նաև քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունմամբ, որտեղ նախատեսված է հենց այդ խափանման միջոցը էլեկտրոնային սարքավորումներով հսկողություն կամ տնային կալանք, դա ապագայի հարց է։ Տնային կալանքի կիրառման մասին վկայությունները վերաբերում են բիբլիական ժամանակներին։ Հռոմեացիները նման պատժի էին ենթարկել Պողոս Առաքյալին։ Էլեկտրոնային հսկողությամբ տնային կալանքը սկսել են կիրառել անցյալ դարի 60-ական թվականներից։ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ռալֆ Քըրքլենդը եւ իր ղեկավարած հետազոտական խումբը ստեղծեցին մոտ 1 կիլոգրամանոց սարք, որը ռադիոալիքներ էր ուղարկում մինչև 400 մետր հեռավորության վրա տեղակայված հատուկ մոնիտորին։ Հետագայում սարքը կատարելագործվեց, իսկ 80-ական թվականներին, երբ արդեն գոյություն ուներ բջջային հեռախոս եւ GPS համակարգ, ԱՄՆ շրջանային դատարանի դատավոր Ջեք Լավը տնային կալանքում գտնվող 5 դատապարտյալի նկատմամբ կիրառեց էլեկտրոնային հսկողությունը։ Բազայինը էլեկտրոնային հսկողության սարքը դա մեկն է, սա է, որը ամրացվում է շահառուի ոտքին։ Ընտրելով չափը մենք կտրում ենք հատուկ մրցիկի միջոցով եւ այնուհետեւ ամրացնելով այս ամրակները վերջնականապես ամրացնում ոտքին։ Եվ այս սարքը միշտ լինում է շահառուի ոտքի վրա։ Ամրացնելուց հետո այն հանելու միակ տարբերակը այն կտրելն է։ Այսինքն որից է տարբերակ չկա շահառուի կողմից այն հանելու եւ եւս մեկ անգամ դնելու համար։ Այս սարքը տեղադրվում է շահառուի բնակության վայրում GSM համակարգով։ Աշխատակիցը կարողանում է հետևել դատապարտվածին, շահառուին, թե որտեղ է նա գտնվում։ Էլեկտրոնային հսկողություն պրոբացիայի ծառայությունը պետք է իրականացնի միջդատական փուլերում այլընտրանքային խափանման միջոցների եւ անվտանգության միջոցների հետ համակցված եւ պատժի կրման փուլում արդեն պատժի կրման հետ համակցված։ Ըստ էության պատժի կրման փուլի մասով պետք է 2017 թվականից սկսվեն աշխատանքները, սակայն մենք 2017 թվականին ըստ էության կփորձարկենք այդ սարքավորումները տարբեր խնդիրները լուծելու առումով, թե դա ինչ ազդեցություն կունենա, ինչպես է աշխատում ընդհանրապես կփորձարկենք, որից հետո լրիվ արդեն ամբողջ լիարժեք իրեն կարող ենք օգտագործել 2018 թվականից։ Դրա կիրառման հետ որոշակի օրենսդրական խնդիրներ կան, որովհետև ներկայումս եւ քրեական դատավարության օրենսգրքում եւ քրեական օրենսգրքում նախատեսում են որոշակի փոփոխություններ։ Նմանատիպ սարքի միջոցով հնարավորություն է տալիս Էլեկտրոնային սարքավորումների միջոցով հսկողությունն իրականացվում է դատարանի որոշման հիման վրա, երբ իրավախախտում կատարած անձի նկատմամբ կիրառվում է այլընտրանքային խափանման միջոց, ասենք տնային կալանք կամ ազատազրկման հետ չկապված պատժատեսակ։ Ենթադրենք դատարանի վճռով սահմանափակվել է իրավախախտում կատարած անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Այսինքն նա չի կարող բացակայել իր բնակավայրից, այցելել զվարճանքի վայրեր, սրճարան, ռեստորան, գարեջրատուն, բայց կարող է թատրոն, գրադարան, կինոթատրոն գնալ։ Եթե անձը խախտում է սահմանված պայմանները, ապա նրա ոտքին ամրացված էլեկտրոնային սարքի միջոցով ահազանգը հասնում է կենտրոնում տեղադրված համակարգչին, եւ պրոբացիայի ծառայողը գրանցում է խախտումը, ապա զգուշացնում տվյալ անձին։ Խախտումը կրկնվելու դեպքում հաշվետվություն է ներկայացվում դատարանին կամ համապատասխան մարմնին, եւ այդ դեպքում հնարավոր է, որ կիրառվի ավելի խիստ խափանման միջոց կամ պատիժ։ Օրենսդրական փոփոխությունները եւ տեխնիկական սարքավորումների փորձարկումներն անշուշտ կարեւոր են, բայց շատ ավելի կարեւոր է մարդը, պրոբացիայի ծառայության մասնագետը, որ պետք է աշխատի իրավախախտի հետ։ Պրոբացիոն ծառայողի գործառույթը ինչու՞ է կայանում, այնպես նրա հետ աշխատի, որպեսզի այս անձը պատժից ազատվելուց հետո հնարավորություն ունենա ինտեգրվել հասարակությանը։ Նույն գործառույթը իրականացվում է, այսպես ասած, քրեակատարողական հիմնարկը, բայց ինքը մասնագիտացված չի։ Մենք ստեղծում ենք մի մասնագիտական կառույց, ով պետքա զբաղվի հենց այդ հարցով, ավելի նեղ։ Կարևոր է, որ պատիժ կրողը լիովին վստահի պրոբացիայի ծառայությանը եւ ծառայողին մասնավորապես։
իսկ դա քիչ հավանական կլիներ, եթե ծառայողը, ինչպես նախկինում, ուսադիր եւ համազգեստ կրեր։ Պրոբացիայի ծառայության աշխատակիցները, իդեպ, որը նրանք բավականին ցավոտ տարան եւ այսօր էլ շատերը ցավոտ են ընդունում, հատուկ ծառայողներից դարձան քաղաքացիական ծառայողներ։ Սա սոսկ ուսադիրի փոփոխություն չէր դեպի առօրեական սովորական աշխատանքային հագուստ, սա ազդեցություն է նաեւ նրա մենթալ ընկալումների վրա եւ սա էր պատճառը, որ դետալ առ դետալ փոփոխություններ արձանագրվեցին, բայց իրականությունն այն է նաև, որ մենք պիտի սպասենք որոշակի փուլ, մինչև պրոբացիայի ծառայությունը ծառայողների հոգեբանության ու դատապարտյալների հոգեբանության եւ ընկալման մեջ կդառնա այնպիսին, ինչպիսին մենք իրեն նկատի ենք ունեցել։ Ամեն ինչ միանգամից չի լինում։ Մենք կարծում ենք, որ ընդհանուր առմամբ բոլորս եւ պատկար մարմինները, եւ հասարակական կազմակերպությունները, եւ հասարակությունը որպես այդպիսին շատ մեծ անելիք ունենք, որպեսզի մտածելակերպը փոխենք եւ մոտեցումը փոխենք։ Պրոբացիայի մասին օրենքն ընդունվել է 2016 թվականի մայիսին, բայց կիրառվելու է աստիճանաբար։ Որոշ դրույթներ այս տարվանից, իսկ ամբողջությամբ 2018 թվականի հունվարի 1-ից։ Առայժմ պրոբացիան կարող է կիրառվել իրավախախտում կատարած այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ դատարանի վճռով նշանակվել է փորձաշրջան, նրանք կրում են այլընտրանքային պատժատեսակ կամ հետաձգվել է պատժի կատարումը կամ ազատվել են վաղաժամկետ։ Կամ պրոբացիայի ծառայության շահառուներ են նաև այն անձինք, ում նկատմամբ նշանակվել են այնպիսի պատիժներ, որոնք ազատությունից զրկելու հետ կապված չեն։ Այս պահին այդ հատվածն է ուժի մեջ։ 2018-ից պրոբացիայի ծառայության շահառուներ կլինեն բոլոր այն անձինք, ում նկատմամբ կնշանակվի օրինակ տնային կալանք, կնշանակվի վարչական հսկողություն, կլինի անվտանգության այնպիսի միջոց, ինչպիսին օրինակ որոշակի վայրեր ուրեմն այցելելու արգելքն է, եւ այսպես շարունակ։ Շնորհակալ եմ իմ Աստծուց։ Լավ վարքագիծս հաշվի առնելով ժամկետից շուտ ինձ ազատ արձակեցին։ Ես ազատվեցի։ Բայց իմ կալանքի ընթացքում անչափահաս տղաս, ինչպես ասում են, վատ շրջապատ ընկավ ու կալանավորվեց։ Խնդրեցի, աղաչեցի, որ անչափահաս լինելը հաշվի առնեն, պայմանական դատեն իմ պատասխանատվությամբ։ Բայց դե բանտից նոր ազատված, իմ պատասխանատվությունը քանի կոպեկ արժեր։ Մեր խնդիրներից հենց մեկն է, որ կարողանանք բացատրել, որ անձը եթե դատապարտվում է, պետք է պիտակավորել եւ այդ անձը ունի պետք է ունենա հնարավորություն նորմալ կյանքով ապրելու։ Մենք պետք է կարողանանք հասնել նրան, որպեսզի հասարակությունը իրական պատկերն իմանա, որպեսզի հասարակությունը հասկանա, որ մարդը դատապարտված լինելով դա չի նշանակում, որ իր ամբողջ կենսագրությունը ոչնչացված է, որ ինքը փչացած է, որ ինքը որակային հատկանիշներից զուրկ է։ Այդ առումով այսօր պրոբացիոն ծառայությունը չափից ավելի անհրաժեշտ է։ Առաջին անգամ դատապարտվելուց հետո երբ ազատ արձակվեցի, փորձեցի աշխատանք գտնել։ Միայն մերժումներ ստացա։ Նույնիսկ հավաքարարի գործն էին շատ համարում, չեմ մեղադրում, հասկանում եմ, նոր ազատված, միակ հարազատն էլ տղան, բանտում, հասարակությունը չինական պատ է շարում քո դեմ, ընկերներդ ու մտերիմներդ լքում են քեզ, փոխարենը շուրջը հավաքվում են տարբեր աղանդներ ու գաղութի ընկերներդ, բայց դիմանում էի, մինչև լույս ստացա, որ տղաս բանտում թուղթ է խաղացել, թե ինչ, մի խոսքով թավանի տակ է ընկել, ու եթե շտապ պարտքը չմարի, հասկանում եք, թե ինչ կանեն։ Աչքերս առցևացավ։ Մանավանդ միջև օրս էլ վստահ եմ, տղաս իմ պատճառով բանտ ընկավ։ Օգտագործեցի կալանավարում ձեռք բերած հմտություններս, թղթեր ու անձնագիր կեղծեցի, փորձեցի բանկից գումար ստանալ։ Ու էլի այստեղ եմ։ Հիմա ներում բեկում չկա։ Արդեն կրկնահանցագործ եմ։ Պրոբացիայի ծառայողը մեկ այլ շատ կարևոր հաշտարարի գործառույթ պետք է իրականացնի։ Եթե իրավախախտում կատարած անձը եւ տուժողը համաձայնեն, ապա պետք է կազմակերպի բանակցություններ, ինչի արդյունքում կողմերը կարող են հաշտվել։ Սա կարող է իրականացվել տարբեր փուլերում, մինչև պատիժ նշանակելը, որը կարող է հաշվի առնել դատարանը պատիժը նշանակելիս, պատիժը կրելու ընթացքում եւ անգամ հետո։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ դա կարևոր չէ արդեն, հա, արդեն պատիժները անգամ կրել է, ինչպիսի հետաքրքրություն պետք է ունենա, որպեսզի հաշտվի տուժողի հետ։ Փորձը ցույց է տալիս, որ դա շատ կարևոր է։
Կարևոր է եւ իրավախախտում կատարած անձի համար եւ ավելին կարևոր է անգամ նաեւ տուժողի համար, հատկապես եթե տուժողն եւ հանցագործը նույն համայնքից են գալիս եւ այդ խնդիրը չի լուծվում միայն պատիժը նշանակելով կամ կրելով։ Ցավոք սրտի մինչ օրս մեր արտադրության համակարգը շատ քիչ տեղ է տվել տուժողի հետ աշխատանքի։ Հաշտեցումը նաև հնարավորություն է տալիս իրավախախտում կատարած անձին ներողություն խնդրել տուժողից, հատկապես երբ նա զղջում է կատարած արարքի համար։ Արդյունքում տուժողը նաև բարոյական հատուցում է ստանում։ Երբ փոքր էի, ու մայրս ինձ համար աստվածաշունչն էր կարդում, ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, եթե մեկը քո աջ հայտին ապտակ տա, նրան մյուսն էլ դարձրո, այդ արտահայտությունը։ Ինչպես թե մտածում էի, ինձ ապտակեն եւ ես ոչ մի ծպտուն չհանեմ, թշնամին հարձակվի իմ վրա եւ ես չպաշտպանեմ ինքս ինձ։ Այստեղ միայն հասկացա, որ իրականում ապտակին ապտակով պատասխանելը շատ ու շատ անգամ ավելի հեշտ է, քան ստացած ապտակը ներելը։ Այստեղ միայն հասկացա, որ խոսքը ամեն մարդու շանս, հնարավորություն տալու մասին է։ Ինձ ու իմ տղային այդ շանսը չտրվեց։ Թող գոնե այդպես լինի մեզանից հետո։ Պրոբացիան Հայաստանում սկսել է իր փորձաշրջանը։ Դա փորձաշրջան է ոչ միայն այն անձանց համար, որոնք այլընտրանքային պատիժ են կրում, այլ նաև պրոբացիայի պետական ծառայության աշխատողների եւ ընդհանրապես արդարադատության համակարգի համար։ Եվ ամենակարևորը, դա փորձաշրջան է հասարակության մոտեցումների եւ մտածելակերպի փոփոխության համար։